խնդիրը։ Ժողովուրդ, Ալիևը իր լավագույն երազում անգամ չէր կարող երազել, որ մի օր Հայաստանի Հանրապետությունում կարող է գովազդվել թուրքական բայրակտարներով հայ զինվորների սպանությունը։ Ալիևը իր լավագույն երազում անգամ չէր կարող երազել, որ մի օր Հայաստանում կգովազդվի ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մզկիթ դառնալու process-ը։ Չէր կարող երազել, որ մի օր Հայաստանում կգովազդվի 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման կամ վերադարձի հարցը։ Ովքեր են խոսում, էլի, Ալիևի PR ընկերությունից։ Խոսում են Սահմանադրության հանրաքվեից, Ալիևի Սահմանադրություն, Ալիևի պահանջով նոր Սահմանադրություն եք բերում Հայաստանի Հանրապետություն, փորձում եք փաթաթել քաղաքացիների վզին։ Ժողովուրդ, բացեք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայքը, որտեղ վարչապետը հուլիսի 5-ի դրությամբ 2020 թվականին խոսում էր նոր Սահմանադրության մասին։ Ուր էր այդ ժամանակ Ալիևը։ Իմիջայլոց, այդ ժամանակ դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմը չէր եղել, որ հիմա մատի փաթաթան սարքեք, դե ասեք պատերազմը պարտվել եք, Ալիևը պարտադրում էր նոր Սահմանադրություն։ Իսկ իրականում գիտեք ինչի համար եք պայքարում սահմանադրական փոփոխությունների ու նոր Սահմանադրության դեմ։ Մի պարզ պատճառով, որովհետև աշխարհ-քաղաքական կենտրոնից, կայսրությունից ուղիղ հրահանգ է իջեցվել ձեզ նոր Սահմանադրության դեմ պայքարելու։ Ինչի համար, որովհետև այս Սահմանադրությունը, որը գործում է հիմա Հայաստանի Հանրապետությունում, բացառապես այդ աշխարհ-քաղաքական կենտրոնի շահերից է բխում, ու սա ական է Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերի տակ դրված։ Մի պարզ պատճառով, որովհետև այս Սահմանադրությունով Հայաստանին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու այո, վտանգի տակ դնել Հայաստանի պետականությունը։ Այս ամբյորից անդադես մարդիկ մոտենում են, խոսում են ինչ-որ հայոց հայրապետի, այսպես կոչված, վեհափառի մասին։ Անընդունելի են համարում այդ անվան տակ թաքնված մարդու հանդեպ ներկայացված դատական հայցը։ Ժողովուրդ, բա ընդունելի է ձեզ համար, երբ որ 2020 թվականի պատերազմից հետո այդ նույն անձը մտել էր քաղաքականություն ու պահանջում էր վարչապետի հրաժարականը։ Ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ այն ժամանակ, երբ որ ասում ենք սա ինչ է, սա անընդունելի է, էլի, ոնց կարող է այդ անձը իրեն թույլ տալ վարչապետի հրաժարական պահանջել, այն ժամանակ ասում են, չէ, ինչ եք ասում, ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Բա ձեր ասած Գարեգին Բ-ն, նույն քաղաքացի ինքը, Կտրիչ Ներսիսյանը, երբ որ այն ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր, բա հիմա դատարանում հայտնվելուց էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։ Թե ձեր իմացած քաղաքացի Կտրիչ Ներսիսյանը, երբ ձեզ պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, այդ փոքրիկ չարաճճիությունները վերջացրեք։ Այն ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր, հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, ձեռքով չխոսակ։ Վերջացրեք, հարգելի գործընկերներ։ Պաթետիկ ելույթներից հետո այն օրը այս ամբիոնից ուղևորվեցիք Էջմիածին, դատարանի դիմաց ականջ ծակող հայտարարություն արեցիք։ Հայ ժողովուրդն է ընտրել հայոց հայրապետին։ Պարոն Կարապետյան, այդ երբ է հայ ժողովուրդը ընտրել հայոց հայրապետին։ Հələ մի հատ եկեք հասկանանք, էլի ժողովուրդ ջան։ Այս շարքերում իմ գործընկերներից որևիցե մեկը մասնակցել է այդ ընտրությանը։ Այդ ընտրությունը երբ է եղել, երբ է հայ ժողովուրդը ընտրել հայոց հայրապետին, խնդրում եմ ասեք։ Դուք մասնակցել եք, պարոն Քոչարյան։ Գարեգին առաջինին ընտրել եք, իսկ այս Կտրիչ Ներսիսյանին որպես կաթողիկոս ընտրել եք։ Պարոն Կարապետյան, խնդրում եմ նշել այն իրավական ակտը, որը ձեր պնդմամբ փաստում է նրա մասին, որ հայ ժողովուրդը ընտրել է հայոց հայրապետին։ Եկեք այս ամբիոնից հələ ցույց տվեք էլի այդ իրավական ակտը, կամ հակառակ տրամաբանությունն է աշխատում։ Ես լսում եմ ով ինչ է ասում, մի խանգարեք, մի ինչ ամտեք։ Պարոն Կարապետյան, երբ է հայ ժողովուրդը ընտրել հայոց հայրապետին։ Կամ հակառակ տրամաբանությունն է, չէ՞ այս դեպքում աշխատում։ Եթե հայ ժողովուրդը այդ անձին չի ընտրել որպես հայոց հայրապետ, հետևաբար այդ անձը չի կարող հանդիսանալ հայոց հայրապետ։ Ես վստահ եմ իմ գործընկերներից եւ ոչ մեկ այդ ընտրության մասին չի իմացել, չի էլ մասնակցել։ Տեղից մի խոսեք, տեղից մի խոսեք, պարոն Մանուկյան։ Վստահ եմ նախագահությունում Ներկա հարգելի գործընկերներն էլ այդ ընտրությանը չեն մասնակցել եւ դրա մասին 9 տարեկան չեմ մասնակցել, պարոն Կոնջյան, չգիտեմ քանի տարեկան է։ Եվ բացի դրանից, եկեք մի բան էլ հասկանանք, էլի, ժողովուրդ, դուք եկել եք
փոքրիկ չարաճճիություններով, սեղանին դմդմբացնելով փորձում եք ինչ-որ անձի պաշտպան կանգնել, եկեք հələ մի հատ հասկանանք, էլի, դուք ում եք ուզում ընդհանրապես պաշտպանել։ Այդ անձը մինչ օրս չի հերքել, որ ինքը Քին մոտ է, բայց այն Հայաստանը, որը իրականում է, ձեր սրտի մեջ չի։ Պրոբլեմը այն է, որ ձեր սրտի մեջ ուրիշ Հայաստան է։ Եվ քանի որ ձեր սրտի մեջ ուրիշ Հայաստան է, ձեր մտքերի մեջ էլ է ուրիշ Հայաստան։ Եվ այստեղ է գալիս մեր ու ձեր գլխավոր գաղափարական տարբերությունը, բայց դրա մեջ շատ խորքային պատճառ կա։ Պարոն Կարապետյան, ձեզ պատմական Հայաստանի քաղաքացին չի գործուղել այստեղ։ Ձեր գործընկերները պատմական Հայաստանի քաղաքացիների հարկերից չի, որ աշխատավարձ են ստանալու։ Ու դա հեշտ է ձեր համար, որովհետև գիտեք ինչ, պատմական Հայաստանի քաղաքացիներին չի պետք լինելու հաշվետու լինել։ Հաջորդ ընտրությունների ժամանակ պատմական Հայաստանի քաղաքացիներին չպետք է գնաք պատասխան տակ ձեր չարասների կամ արասների համար։ Որովհետև պատմական Հայաստանի քաղաքացիներից չեն հոսանք գողացել, որովհետև պատմական Հայաստանի քաղաքացիները ձեզ չեն գալու հաշվետվություն, ձեր առջև հարցեր չեն դնելու, դրա համար դա հեշտ է։ Դրա համար դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վաճառում եք պատմական Հայաստանի երազանքը, պատմական Հայաստանի երազանքն եք վաճառում Հայաստան, որովհետև դա հեշտ է, հասկանում եք, մարդկանց էմոցիաների վրա գնալ եւ խաղարկել եւ անընդհատ քաղաքական օրակարգ գեներացնել շատ հեշտ է։ Բայց այդ նարատիվը, ես էլի եմ ասում, պարոն Կարապետյան եւ հարգելի գործընկերներ, կենսունակ չի, որովհետև հասկանում եք, որովհետև քաղաքականությունն այն մասին է, որ պիտի քո գաղափարախոսությունը համապատասխանի իրական կյանքի պրակտիկ դրսևորումներին, հասկանում եք։ Դուք ոնց որ ասենք, դուք պատմական Հայաստանի նավիգատորով գնաք եւ փորձեք ուղևորվել բան, ասենք, հիմա կարեք օրինակ տաքսի կանչեք, պարոն Կարապետյան, չնայած ես վստահ եմ դուք երբեք տաքսի չեք նստել, բայց ասենք տաքսի կանչեք, նստեք, ասեք, քշի դե այդ parza դե քաղաքական տեխնոլոգիաների բանով, ես նկատի ունեմ իրական։ Լավ, ասենք, խնդրում եմ մի հատ այսօր տաքսի կանչեք, իջեք նստեք, ասեք բարև ձեզ, քշի Արարատ, լեր, քշի բան, Էրզրում, քշի, մի րոպե, քշի Էրզրում, չէ, բայց որ հետախուզման տակ չլինեի, կարող է տաքսիստը քշեր Էրզրում, կարար, տաքսիստը, ասենք դու մտնում ես, Yandex-ը կամ ինչ-որ մեկ այլ գալիս է, Նարեկ Կարապետյանը նստում է, բանը, տաքսիստն ասում է, ուր են գնում, ասում է Էրզրում, դու պատկերացնում ես, ես հասկանում եք, ես կարող եմ տաքսի կանչել, նստել այդ տաքսին եւ այս տարածքում ներառված ցանկացած կետ ասել գնա։ Դուք չեք կարա դա ասեք, որովհետեւ ձեր սոֆթը, պարոն Կարապետյան, պրոբլեմն այն է, որ ձեր սոֆթը ուրիշ սոֆթ է։ Մի 4, 5, 6, 700 տարի առաջվա սոֆթ է, հասկանում եք։ Ձեր սոֆթը հին է, հասկանում եք, պարոն Կարապետյան, պրոբլեմն է դա, որ դուք ձեր iPhone 17-ներով եկել եք, բայց ասենք iPhone 4, 5-ի սոֆթով ուզում եք sense բուքսավատ անել, ասենք, ու մեր ժողովրդին էլ մտցնում եք այդ բուքսավատի մեջ։ Պրոբլեմն է դա, դուք այս աշխարհի ժամանակակից աշխարհի մեջ եկել եք, ուզում եք բան, ասենք, նավատորմով գնալ եւ հասնել չգիտեմ ուր։ Ես դրա համար